պատմում եմ դեպք, որին ականատես եմ եղել։ Հիվանդը 23 օր պառկած է հիվանդանոցում, չի բուժվում։ Բժիշկը անընդհատ հետազոտություններ է անում, ընթացքում արդեն սկսում է միաժամանակ 3 բանի դեմ բուժել։ Հարցնում են, կարող եմ մի հատ էլ էս ստուգես։ YouTube-ում նայել եմ, հիվանդի հարազատն է ասում, YouTube-ում նայել եմ, որ այս-ինչ բանը, եթե այս-ինչ ձևի է ցավում, ուրեմն կարող է այս-ինչ բանից լինել։ Բժիշկը ասում է, եկեք փորձենք, դրանից վնաս չկա։ Չի ասում, նա իմ հիվանդը չէ, ես չեմ կարող իրեն բուժել, պետք է գնա ուրիշ բժշկի մոտ։ Նա պահում է այդ հիվանդին, որ փող աշխատի, չնայած որ հասկանում է վիճակը ծանրանում է։ Այն մարդ ասում եմ, հանեք տարեք ուրիշ հիվանդանոցում հետազոտվի եւ բուժվի այն բժշկի մոտ, որը հենց այդ նեղ մասնագիտացումն ունի։ Մենք այսօր նույն վիճակում ենք։ Մենք մի հիվանդանոցում ենք, որի ոչ մի բժիշկ մեր հիվանդության մասնագետը չէ, բայց անընդհատ մի բան հորինում են, մոգոնում են, պահում են, որ մնաս իրանց հիվանդանոցում։ Իշխանությունը վարձու մենեջերներ են։ Դուք վարձել եք սխալ մենեջերի ու իր պարտականությունների կատարումը ինքը թողել է ձեզ վրա։ Բոլոր հարցերը դարձել է ժողովրդի խնդրեմը։ Ժողովրդի իշխանություն կոչվածը պետք է ժողովրդի խնդիրները կարգավորի, ոչ թե խնդիրներ բարդի ժողովրդի գլխին։